Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հստակ օրակարգային հարցեր չեն եղել, ընթացիկ մեր խոսույթներ են քննարկել, այս օրերի ընթացքում եղած թեմաներ են քննարկել, խոսույթներ ենք համադրել, որևէ օրակարգային հստակ հարց չկա օրերի ընթացքում եղածները։ Ես ուզում եի հարցնեի հանձնաժողովների ընտրություններից, որ կատարեց Ուժեղ Հայաստանը, այսինքն են հանձնաժողովները, որոնք ընտրեցին, դրանից հետո ենթադրում եմ տեսած կլինեք մամուլում քննադատություններ, ինչ որ հրապարակումներ կան, թե դուք նկատի ունեն ԿՊ-ն Եվրաինտեգրման հանձնաժողովը թողեց, որ անցնի Ուժեղ Հայաստանին, նաև այստեղ ինչ որ մեղադրանքներ ու կասկածներ են հնչում։ Ուզում եմ հարցնել, հնարավոր է դուք ամեն դեպքում այս հանձնաժողովի հետ կապված հստակ քաղաքական որոշում կայացնեք չընտրել նախագահին։ Որոշում չունենք, ասացի, որ որևէ հարց չենք քննարկել, բայց անդրադառնալով Եվրաինտեգրման հանձնաժողովը թողնելու մասով մենք չենք թողել, գիտեք, որ Տոնտի Պանաձևով է տեղի ունենում ընտրությունը, մենք երկու առաջնահերթությունների մեջ մտել է, բայց հերթը չի ասել եւ ընդդիմությունը վերցրել է, իր հերթին վերցրել է, մենք չենք հասցրել ուղղակի վերցնել, որևէ միտում չի եղել կամ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Իսկ պարոն Հակոբյան, հնարավոր է ամեն դեպքում քաղաքական որոշմամբ առանց անգամ թեկնածուին լսելու եւ այլն որոշեք չընտրել, թե կարեւոր է թե թեկնածունով կլինի, ինչ տեսլական կունենա։ Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ մասին քննարկումներ դեռ չեն կոնեցել։ Խմբակցությունը կհավաքվի ընտրությունից առաջ, մեր մարտավարությունը կորոշենք։